Ողջույն, սիրելի հեռուստադիտող։ Կրկին ձեզ հետ Նուր TV-ի եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է եւ ես մասնագիտությամբ հոգեբան լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Այսօր միասին կզրուցենք, թե ինչպես զարգացնել երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը եւ թե որքան օգտակար է, որ զարգացած լինի երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Որքան վաղ տարիքից եք սկսում աշխատել, այնքան դրական արդյունքներ են նկատվում երեխայի մոտ։ Օրինակ, միջև նախադպրոցական հաստատություն հաճախելը երեխաները անընդհատ իրենց ծնողների հետ են լինում եւ ծնողները թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները ինքնուրույն օգտվեն գդալից, օգտվեն բաժակից, պատառաքաղից, ինքնուրույն ուրեմն կոչկեն իրենց կոշիկների քուղերը, արձակեն դրանք, ուրեմն կոչկեն կոճակները շապիկի, շղթան բարձրացնեն վերև, այդ ամենը ծնողները իրենք են անում երեխայի փոխարեն եւ երեխաները հաճախելով նախադպրոցական հաստատություն բախվում են խնդիրների, որովհետև մեր սիրելի դասյարակները եւ դայակները ուղղակիորեն չեն հասցնի այդ բոլոր երեխաներին ուրեմն օգնել, որպեսզի կոչկեն իրենց հագուստը, հանվեն, հագնվեն, շատ կարեւոր է, որպեսզի միջև նախադպրոցական հաստատություն հաճախելը դուք ինքներդ այդ ամենը սովորեցնեք ձեր բալիկներին։ Նախադպրոցական հաստատություն հաճախելուց հետո երեխաները բախվում են դպրոցում մեկ այլ խնդրի։ Այն երեխաները, ում ձեռքի նուրբ շարժողականություն լավ զարգացած չէ, նրանք դժվարանում են բռնել գրիչ, գրել, գեղեցիկ գրել, աշխատանքի ուսուցման ժամերին դժվարանում են մկրատից օգտվել, սոսնձել, փակցնել, եւ ինչու՞ չէ, ավելի մեծ հասակում երեխաները նույնիսկ մասնագիտություն ընտրելու հարցում, եթե նրանց ձեռքի նուրբ շարժողականությունը լավ է զարգացած, ուրեմն նրանք դառնում են շատ լավ մասնագետներ։ Հիմա կարող է մտածեք, թե մասնագիտությունը ինչ կապ ունի դրա հետ, ուզում եմ ասել, սիրելի ծնողներ, օրինակ, եթե լավ ատամնաբույժը, ձեռքը լավ զարգացած լինի, ձեռքի նուրբ շարժողականությունը, նա շատ լավ ու ամուր կարող է ուրեմն մեր ատամները սարքել։ Ինչու՞ չէ, նաև դերձակը, վարսահարդարը, բոլոր այս մասնագիտությունների ժամանակ շատ կարևոր է, որպեսզի ուրեմն զարգացած լինի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Ուզում եմ ասել նաև, որ գլխուղեղում իրար շատ մոտ են գտնվում ձեռքի նուրբ շարժողականության եւ խոսքի գոտիները, իրար հարևանությամբ են գտնվում։ Զարգացնելով մեկը, զարգանում են նաև մյուսը։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի շատ վաղ տարիքից սկսեք աշխատել ձեր բալիկների հետ։ Եվ այսօր տաղավար մեզ հյուր է եկել մի շատ լավ տղա, ով ինձ օգնել է, որ միասին պատրաստենք բազմաթիվ խաղեր։ Բարև։ Բարև։ Ինչպես է քո անունը։ Դավիթ։ Օ, ինչ գեղեցիկ անուն ունես, Դավիթ։ Դավիթ, ինչով ես սիրում զբաղվել։ Սպորտով, Սպորտով, լողով, կեցես, Դավիթ, շատ ապրես։ Իդեպ, սիրելի ծնողներ, ուզում եմ ասել, որ լողը շատ օգնում է եւ նպաստում է, որպեսզի զարգանա ուրեմն երեխայի խոսքը եւ ձեռքի նուրբ շարժողականությունը, դրանք նպաստող հանգամանքներ են, որպեսզի զարգանա երեխայի խոսքը։ Սակայն միֆ է, երբ որ ասում են, օրինակ, ծնողները երեխան լինում է 2.5-3 տարեկան, ասում են, որ լսում են ինչ-որ տեղից, որ երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը զարգացնելով կզարգանա երեխայի խոսքը, փորձում են իրենք տանը այդպես աշխատել, որպեսզի զարգանա երեխայի խոսքը։ Ուզում եմ ասել, որ այս դեպքում պետք է անպայման դիմել լոգոպեդի օգնությանը, որովհետև լոգոպեդները զուգահեռ ձեռքի նուրբ շարժողականությունը զարգացնելուն նաև աշխատում են խոսքի վրա։ Շատ լավ, Դավիթ, պատրաստ ես միասին ցուցադրենք մեր պատրաստած խաղերը։ Շատ ապրես։ Ուրեմն տեսեք, սիրելի ծնողներ, առաջինը կցուցադրենք, սա ինչ է, Դավ։ Ինչ ենք պատրաստել պլաստիլինով։ Գառնուկ, չէ։ Եվ այսպես բամբակյա, ուրեմն ձողեր ենք կտրատել Դավիթի հետ միասին, եւ ուրեմն այդպես կպցնում ենք ծեփամածիկին, որպեսզի ստանանք գառնուկի տեսք։
Շատ ապրես Դավիթ, կեցես։ Հիմա Դավիթ, արի ցուցադրենք հաջորդ խաղը, որը պատրաստել ենք, ինչպիսի կենդանի էր սա։ Ոզնի։ Կեցես Դավիթ, այո, ոզնի։ Ահա, խնդրեմ, ոզնի փշերը ինչով ենք պատրաստել։ Սա ինչ էր։ Արևա ծաղիկ, չէ՞ Դավիթ։ Այո, եւ արևա ծաղկով ստանում ենք, արևա ծաղկի սերմերով ստանում ենք ուրեմն ոզնու փշիկները։ Շատ ապրես, արի քեզ օգնեմ Դավիթ։ Կեցես։ Եվ մեր ոզնին էլ է պատրաստ։ Հիմա Դավիթ ջան, արի ցուցադրենք մեր հաջորդ խաղը։ Ուրեմն հյութի համար նախատեսված ձողերը կտրատել ենք Դավիթի հետ միասին եւ այսպիսի փայտե ձողերի վրա կփորձի Դավիթը հաշվելով ուրեմն տեղադրել ձողերը։ Այստեղ կզարգանա նաեւ երեխայի մաթեմատիկական ունակությունները, ինչպես նաեւ գունային ճանաչողությունը։ Դավիթ, ինչ գույնի է։ Կանաչ։ Կանաչ, կեցես, Դավիթ, շատ ապրես։ Եվ հաշվիր, հա, խնդրում եմ։ 1 2 3 4 3 4 5 7 շատ ապրես 8 9 10 9 եւ 10 շատ ապրես Դավիթ ուրեմն 10-ը հա դու գցեցիր այստեղ եւ ինչի նմանվեց տորթի չէ Դավիթ շատ ապրես Դավիթ հաջորդ խաղը որը մենք կցուցադրենք սիրելի ծնողներ ստվարաթղթի վրա փակցրել ենք կպչուններ տեսեք ինչպես է կպնում կպչուն ժապավեն եւ այստեղ գրել ենք ուրեմն թվերը 1-ից մինչեւ որ թիվն է Դավիթ 5 կեցես եւ խնդրում ենք երեխային որպիսի նմանատիպ գունավոր փուշիկները հա գնդակներ են փուշիկների նման այստեղ նաեւ կզարգանա երեխայի զգայունությունը եւ ըստ թվերի տեղադրի ուրեմն պատուհանների վրա խնդրեմ Դավիթ սա որ գույններ նարնջա գույն չէ խնդրեմ նարնջագույնը մեկ հատ դիր այստեղ կեցես հաջորդը 2-ը ինչ գույնի է կանաչ խնդրեմ 2 հատ կլորակ տեղադրի 2-ի մոտ այստեղ կեցես երրորդը վարդագույն 3-ն է այո վարդագույն 3-ը 1 ահա 2 եւ մեկ հատ էլ արի դնենք կարմիր 3 հաջորդը կապույտ որ թիվն է 4-ը խնդրեմ Դավիթ ջան վերցրու 4 հատ կլորակ եւ տեղադրի 4-ի զուգահեռ շատ ապրես կեցես Դավիթ իսկ հաջորդը որ թիվն է ինչ գույն ունի դեղին կեցես խնդրեմ հաշվիր 1 2 3 հաշվիր 4 եւ 5 կեցես Դավիթ շատ ապրես քեզ մոտ շատ լավ ստացվեց հաջորդ խաղը որը էլի պատրաստել ենք Դավիթի հետ ստվարաթղթի վրա ուրեմն փակցրել ենք նմանատիպ կոճկամներ գունավոր որից հետո ռեզինե փուչիկից հա կտրել ենք նմանատիպ կլորակներ գունավոր ու հիմա կխնդրենք Դավիթին որպիսի ուրեմն գույների համադրում անի կեցես Դավիթ շատ ապրես հիմա որ գույնը տամ դեղինը բրավո շատ ապրես Դավիթ իսկ կարող ես այնպես անել որ երկրաչափական պատկեր ստանանք ինչպես կարող ես անել ահա եւ այսպես չէ ինչ ստացվեց երակյուն չէ Դավիթ շատ ապրես սա էլ շատ լավ զարգացնում է երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը
Հաջորդ խաղը մենք Դավիթի հետ անվանել ենք պաղպաղակ, չէ՞ Դավիթ։ Ուրեմն այսպիսի ամրակներով, հա, ամրացրել ենք կլոր շրջանների վրա, սիրելի ծնողներ, գունավոր, եւ ուրեմն նույնպես ստվարաթղթի վրա նման պաղպաղակի տեսք ենք ստացել եւ հիմա այսպիսի պաղպաղակել ունենք գնդիկներով գունավոր, դնում ենք սեղանի վրա եւ խնդրում ենք, որպիսի համադրելով ստանա նմանատիպ պատկեր։ Խնդրեմ Դավիթ, առաջինը որ գույնն է, նարնջագույնն է, չէ՞ Դավ։ Կեցես, հաջորդը դեղինը, շատ ապրես։ Ուշադիր Դավ։ Բրավո Դավիթ, ապրես։ Հաջորդը կանաչը, կանաչ կլորակը։ Հաջորդը որ գույնն է, կապույտ կլորակը։ Ահա, եւ ունենք վարդա գույնը։ Ցուցադրենք հեռուստադիտողին տեսնեն դու ճիշտ համադրեցիր։ Կարծես թե այո Դավիթ, ապրես շատ։ Սա էլ մեր պաղպաղակ խաղը եւ հաջորդ խաղը, տեսեք սիրելի ծնողներ, ոչ մի իր դեն մի նետեք։ Սա ընդամենը տուփ է, որը արկղիկ է փոքրիկ, որը մենք դեն չենք նետել։ Եվ նապաստակի ուրեմն գլուխն ենք փակցրել վրան։ Դավիթ, նապաստակը ինչ է սիրում ուտել։ Գազար։ Կեցես, եւ այսպես փոքրիկ գազարիկներ ենք կտրատել Դավիթի հետ։ Հիմա Դավիթը կօգնի նապաստակին, որպեսզի կերակրենք գազար տանք, որպեսզի ուտի։ Շատ ապրես Դավիթ, նապաստակը շնորհակալություն է հայտնում քեզ, ասում է այս ինչքան գազարիկ ես կերա, շատ ապրես։ Այսպես զվարճալի խաղ է ստացվում նաև։ Միևնույն ժամանակ կարող եք հաշվել, սիրելի ծնողներ, սովորեցնել երեխային հաշվել։ Դավիթ, դու դպրոց գնում ես։ Այո, թե նոր պետք է գնաս։ Քանի տարեկան ես։ 6։ Ահա, Դավիթը այս տարի է հաճախելու դպրոց, դեռ դպրոց չի գնում։ Դրա համար Դավիթին էլ շատ լավ է, որպեսզի սովորի հաշվել։ Որպեսզի միջև դպրոց հաճախելը Դավիթը արդեն հաշվել իմանա։ Այժմ կցուցադրենք հաջորդ խաղը, սիրելի ծնողներ։ Այստեղ ունենք արկղ, որի վրա փակցրել ենք գունավոր թուղթ Դավիթի հետ միասին, եւ ունենք այստեղ ուրեմն անցքեր, հա, այսպես ասեմ։ Հիմա տարբեր պատկերներ, կոճակներ, գունավոր կարող եք ուղղակի այսպես նետել մեջը, արկղի մեջ։ Դավիթ, սա ինչ է։ Գլխարկ, խնդրեմ, Դավիթ, տեղադրիր արկղի մեջ։ Կեցես Դավիթ, ինչ է սա։ Ավտո։ Ավտոմեքենա, շատ ապրես։ Կեցես։ Կարող եք նույնիսկ կոճակներ տարբեր գույների վերցնել եւ խնդրել երեխային, որպեսզի անվանի գույնը եւ ուրեմն տեղադրի արկղի մեջ։ Ինչ գույներ դա։ Դեղին։ Վարդա գույն։ Դեղին, ինչպիսի երկրաչափական պատկերի է նման դա։ Կլոր, շատ ապրես Դավիթ։ Շատ լավ է նույնիսկ այսպիսի ուրեմն պատկերներ վերցնել տարբեր չափերի եւ տարբեր գույների, օրինակ վերցրու կապույտը եւ ուղակի դիր Դավիթ։ Այդպես, կեցես, չենք գցում մեջը, այլ ուղակի դնում ենք։ Հաջորդը մանուշակագույնը։ Կարող ենք իրար կողք դասավորել, կարող ենք ուղակի զուգահեռ դնել, կարմիրը, վարդագույնը Դավիթ եւ ամենափոքրը կանաչը։ Եվ այսպիսի զվարճալի խաղ կստացվի, նաեւ կզարգանա երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Հաջորդ խաղը, սիրելի ծնողներ, ստվարաթղթի վրա փակցրել ենք ձեր երեխաների փոքրացած հագուստները, կարող եք փակցնել, որպեսզի երեխաները սովորեն կոճակները կոճկել, շղթան բարձրացնել, իջացնել, այս սա էլ շատ կարևոր հմտություն է, որպեսզի երեխաները լինեն ինքնուրույն։ Հիմա Դավիթ ջան, կարող ես կոճկել կոճակները շապիկի։
Կեցցես Դավիթ, շատ ապրես։ Ապրես։ Շատ ապրես, իսկ կարող ես շղթան վեր բարձրացնել։ Ահա, տեսնենք։ Մոտ ենք բերում։ Լավ իջեցրու, Դավ, մի րոպե, ես քեզ օգնեմ, թե իջեցրել ես։ Ապրի Դավիթը, կեցցես, ապրես։ Ահա պատրաստ է մեր բաճկոնը, շատ ապրես Դավիթ։ Եվ ուրեմն հաջորդ խաղը էլի ստվարաթղթից պատրաստել ենք նմանատիպ կոշիկ, չէ Դավիթ։ Եվ ուրեմն հիմա Դավիթը ինձ կօգնի, որպեսզի անցկացնենք քուղերը։ Խնդրեմ Դավիթ։ Սա էլ շատ կարևոր հմտություն է, որպեսզի ձևավորվի ձեր երեխայի մոտ։ Կեցցես։ Ապրես Դավիթ։ Շատ երեխաներ նույնիսկ հաճախելով դպրոց ֆիզկուլտուրայի ժամին չեն կարողանում ինքնուրույն հանվել, հագնվել կամ իրենց կոշիկները հանել, կոչկել քուղերը, այ եթե վաղ տարիքից սկսեք ձեր բալիկների հետ աշխատել նման խաղերով, երեխաները խնդրի առջև չեն կանգնի։ Շատ ապրես Դավիթ, կեցցես։ Ահա եւ մեր կոշիկը պատրաստ է, Դավիթ, շատ գեղեցիկ անցկացրեցիր դու քուղերը, կեցցես։ Շատ կարևոր է, որպեսզի սիրելի ծնողներ դեռ վաղ հասակից սովորեցնեք ձեր երեխաներին նմանատիպ խաղերի միջոցով, ուրեմն զարգացնել իրենց ձեռքի նուրբ շարժողականությունը, որպեսզի նրանք լինեն ինքնուրույն։ Այսքանը սիրելի ծնողներ, հուսով եմ ինչ որ ձևով ձեզ կարողացանք օգտակար լինել, որպեսզի դուք ձեր երեխաների հետ նմանատիպ խաղեր պատրաստեք։ Տաղավարում ձեզ հետ Կարինե Գևորգյանն էր եւ Դավիթը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։